Ազգային նվագարաններ, ժողովրդական երգ երաժշտություն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Այստեղ կարևորում են մատաղ սերնդին ազգային մշակութային արմատներին մոտ պահելը։ Պատանի այս երաժիշտները օդանավակայանից միանգամից եկել են հարազատ կրթօջախ, պատմելու ուր էին գնացել եւ ինչու։ Առաջին անգամ գնացինք Եվրոպա, նվագեցինք, մեր ազգայինը ցույց տվեցինք, ինչքան է ուրիշ երկրացիներին, արտերկրացիներին բարդ է հասկանալ ազգայինը, բայց նրանք հասկացան։ Շատ լավն էր տպավորություններս, իրոք շատ հիացած եմ թե Սերբիայից, թե կազմակերպիչներից, ամեն ինչ շատ իդեալական էր արված, ես շատ հավանեցի եւ առաջին ճամփորդությունս էր, իրոք ինձ շատ տպավորություններ թողեց իմ հիշողություններում, շատ հիացած եմ։ Բելգրադում անցկացվող Եվրոպայի ուրախությունը խորագրով 56-րդ մանկական երաժշտական փառատոնին ներկայացել, պատվոգրերը ստացել ու վերադարձել են հայրենիք։ Սա ազգային նվագարանները լայնամասշտաբ հանրահռչակելու գեղագիտության ազգային կենտրոնի առաջին փորձն էր։ Հիացած էին, ուրախ էին, նոր ընկերներ են ձեռք բերել բնականաբար, քանի որ միջազգային փառատոն էր, եւ ինչն է կարևոր ինձ համար, որ առաջին անգամ իրենց կյանքում միջազգային հարթակում ելույթ ունեցան ու աշխարհը քիչ-քիչ հեսա կսկսի բացվել իրենց առջև։ Ես շատ եմ կարևորում այդ աշխատանքը ու միշտ փորձում եմ իմ ուժերի ներածի սահմաններում աջակցել, որ մեր երիտասարդները, պատանիները երկխոսության մեջ լինեն աշխարհի հետ, որովհետեւ միայն այդպես կարող է լինել զարգացումը։ 13-ամյա ավետը շվիով գրավել է ոչ միայն օտարազգի հանդիսատեսի ուշադրությունը, այլև լրատվամիջոցներինը, հարցազրույց է տվել սերբիական պոլիտիկա պարբերականին։ Հայաստանից Ավետ Սարդարյանը ասում է, որ սա իր առաջին մասնակցությունն է նման մեծ միջոցառման եւ որ ինքը զարմացած է, թե ինչքան տարբեր ազգեր են հավաքվել այստեղ։ Ինձ լավ են դիմավորել, տանտերն ասում է, որ ես իր եղբայրն եմ, իր փոքր քույրն էլ իմ քույրն է, իրենց մայրն էլ այստեղ իմ մայրն է, ինձ շատ են սիրում, ինձ տանն եմ զգում, նշում է Սարդարյանը։ Հաջորդ մշակութային կանգառը դեռ չգիտեն, բայց հստակ որոշել են, ազգային նվագարանների մասին աշխարհը պետք է իմանա գեղագիտության ազգային կենտրոնի միջոցով։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։